Մենք նոր ենք սկսել, ուրեմն գազམ་ագերբությունը մասնակցված է սպորտային ոճի շորեղենի արտադրությամբ, նաև ամենօրյա շորեղենի հագուստեղենի արտադրությամբ։ Մի նոր ենք սկսել Հայաստանի շուկայի մեջ, բայց գազམ་ագերբությունը ունեցել է 30 տարուց ավելի պատմություն եւ փորձ Սիրիայում։ Աշխարհի շատ երկրներում, հատկապես Եվրոպայում, որտեղ սիրիացի փախստականների տեղաշարժի դեմ նորանոր արգելքներ են սահմանում, Հայաստանում նույն Սիրիայից ապաստանածները արարում են ծրագրեր կազմում։ Տրիկոտաժեղենի արտադրությամբ զբաղվող սիրիահայ Մովսեսը նպատակ ունի ընդլայնել բիզնեսը, արտահանելով արտադրանքը եվրասիական շուկա, ինչն էլ իդեպ համարում է հայրենիքում բիզնես զարգացնելու առավելություններից մեկը։ Տեղական շուկան թեև մեծ չէ, սակայն գործարարի խոսքով գնահատողները շատ են։ Շատ են սիրում ու շատ են քննադատում, որ ինքը արտադրված է Հայաստանում։ Տնտեսական հնարավորությունների շաբաթ բիզնես համաժողովի շրջանակում Երևան Էքսպո ցուցահանդեսային համալիրում նոր հեռանկարներ սիրիահայերի համար ցուցահանդես տոնավաճառն է։ Բացմանը ներկա է Հանրապետության նախագահը։ Սիրիահայերի 70-ից ավելի ընկերություններ եւ անհատ ձեռնարկատերեր։ Բոլորը Հայաստան են տեղափոխվել սիրիական պատերազմի հետևանքով եւ վերակառուցել այստեղ իրենց բիզնես հնարավորությունները։ 4 տարի արդեն Սպիրտի նախարարության նախաձեռնությամբ այս աշխատանքը գդարվեր, բայց ոչ այս մասշտաբով։ Առաջին ցուցահանդես տոնավաճառը 15 մասնագետ ունեինք եւ այսօր դարձավ 70։ Ձեռագործ աշխատանքներ, հագուստ, կոշկեղեն, ոսկերչություն, տեխնոլոգիական նոր լուծումներ պարունակող սարքեր եւ այլն։ Ոլորտները շատ են, որտեղ սիրիահայ գործարարները մրցունակ են եւ արդեն գտել են իրենց ուրույն տեղը հայաստանյան բիզնես միջավայրում։ Սպառման հնարավորությունները եւ ընթացիկ խնդիրները երկրի ղեկավարի տեսադաշտում են։ Սիրիահայ Կարապետ Ջոքարյանի տաղավարի մոտ մարդաշատ է։ Գործարարը հայրենիքում բարձր ճնշման խողովակների եւ դրանց գլխամասերի արտադրություն է հիմնել։ Բացի այդ ցուցահանդեսին ներկայացել է հետաքրքրաշարժ նորարարությամբ։ Այս սարքը աշխատում է ջրով, ջուր է ավելացնում եւ ինքը ավտոյի բագաժնիկում տեղադրվում է։ Կարապետի սարքավորումը բենզինով ու դիզվառելիքով աշխատող ավտոմեքենաներին ոչ միայն կօգնի տնտեսել վառելիքը, այլև այրումը կկատարի էկոլոգիապես ավելի մաքուր ու առավել արդյունավետ։ Օրինակ 10 լիտրով 100 կիլոմետր գնացող ավտոն դառնում է 10 լիտրով գնում է 160-170 կիլոմետր մինչև գնում է։ Ինքը շատ էկոլոգիապես մաքուր է, մոտորի մեջ այրումը ավելի մաքուր է կատարվում։ Օրինակ ավտոյի մոտորի յուղը չի սևանում, ինքը մնում է իր գույնով մաքուր, ավելի սլացիկ է աշխատում։ Սարքը հնարավոր է իդեպ տեղադրել բոլոր մակնիշի ավտոմեքենաների վրա առանց բացառությամբ։ Նորարարության հետ կապված պետական հայկական արտոնագիրն արդեն ստացել է գործարարը, խնդիրներ չեն առաջացել։ Առաջին հաճախորդներին կսպասարկեն միայն ցուցահանդեսից հետո։ Լինել սիրիահայերի կողքին, ինտեգրել նրանց հայաստանյան հասարակությանը եւ զարկ տալ նրանց արհեստագործական ջիղին երկրի ղեկավարի հանձնարարականը փաստվում է գործուն արդյունքներով։ Շուրջ 5 տարի շարունակվող սիրիական թնջուկի հետևանքով արդեն 17000 սիրիահայեր հաստատվել են Հայաստանում։ Նրանցից 13000-ը ստացել են քաղաքացիություն։ Ավտոսպասարկման ոլորտում, ռեստորանային եւ սրճարանային բիզնեսում, ոսկերչության, արծաթագործության, ասեղնագործության, գորգագործության, քաղցրավենիքների, ուտեստների ստեղծման հարցում մերոնք դարձել են անզուգական եւ նրանց աշխատանքներին, նրանց գործերին ոչ միայն հայաստանցիներն են սիրով վերաբերում, այլ նաև օտարներն ու տուրիստները։ Ֆինանսական աջակցության ծրագրերին զուգահեռ մեր հայրենակիցների համար մշակվել են 100-ից ավելի բիզնես ծրագրեր, կարիքները բացահայտելու եւ տնտեսական նախաձեռնություններում ներգրավելու ուղղությամբ։ Ներկայումս համատեղ աշխատանք իրականացվում նաև ԿՄԾ ԶԱԿ-ի եւ Սիրիայերի հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, որպեսզի բոլոր հնարավոր կարիքները բացահայտվեն, խնդիրները քննարկվեն եւ կազմվեն անհատական ծրագրեր տնտեսական նախաձեռնություններում ներգրավելու ուղղությամբ։ Անդրանիկ Սաֆարը մեկն է այն սիրիահայ գործարարներից, որը հայրենիքում մասնակցել է Ալվարիում խորհրդատվական կազմակերպության նախաձեռնած դասընթացներին եւ վայելում է հաջողակ բիզնեսի առաջին պտուղները։ Գործարարը պատմում է, որ կոշիկի ոլորտում աշխատել է նաեւ Սիրիայում նախքան պատերազմը, հետո փորձել է բիզնեսը զարգացնել նախ Ռուսաստանում, բայց չի ստացվել։ Հայրենիքում ամեն ինչ այլ կերպ է ընթացել։ Գործարարը ոչ միայն բացել է վաճառքի կետեր մայրաքաղաքում, այլև արդեն վաստակում է արտահանման վրա։ Արտահանում ենք արդեն Ռուսաստան, Դուբայ, Հոլանդա, հիմա Սիսան։ 2 տարվա մեջ բավական անուն արենք Գերմանիայում, Ֆրանսիայում թերթերում մեջ, ասեն առաջ գնում ենք մեր ուժերով, մեր չարժանանքով, բայց գնում ենք ասեն։
Ինչպես դառնալ հաջողակ գործարար, ինչ աշխատանք կա հայաստանյան շուկայում։ Սիրիահայերի համար հատուկ բաց անվճար 2 դասընթացները հենց ցուցահանդեսի շրջանակում են։ Դա էլ դասընթացային եւ խորհրդատվական կազմակերպության ներդրումն է մեր հայրենակիցների հնարավորությունները բացահայտելու, հնարամտությունները կիրառելու եւ նրանց զբաղվածությունը հայրենիքում ապահովելու համար։ Իրենք նոր են գալիս երկիր եւ սկսած նրանից թե ինչ դպրոց պետք է տանեն իրենց երեխային, որտեղ կարող է կրթություն ստանալ ավելի մեծ տարիքի երեխան, որտեղ իրենք կարող են աշխատել, ինչպես տիրապետեն այստեղի լեզվի առանձնահատկություններին, միգուցե ռուսերենի, որը պետք է վերջացրած արդեն բիզնես սկսելու համար շատ ավելի նեղ մասնագիտական ոլորտներով խնդիրները իրականում շատ են։ Իմ տունը հայրենիքում է։ Սիրիական պատերազմի հետևանքով իրենց բնակարանները կորցրած մեր հայրենակիցների համար հայրենիքում նաև կառուցվում են մատչելի պայմաններով բնակարաններ։ Նախագահ Սարգսյանը բարձր գնահատեց Եռանավ ընկերության աշխատանքը, որը հայրենադարձությունը խթանելու նպատակով Երևանի Դավթաշեն համայնքում առաջիկա օրերին շահգործման կհանձնի բարձրահարկ առաջին բնակելին։ Մյուս երկուսը կառուցման փուլում են։ Շենքերու ծրագիրը միտք առավ, երբ Սուրիայի պատերազմը սկսվեց։ Բայց կոզատությանը սկսավ 2013-14 թվականներուն։ Մեկ դարվա ընթացքին 64 բնակիչ իրենք հաջորդ շաբաթ այս մայիսի կեսերուն արդեն պիտի բնակին շենքի մեջ։ Տոնավաճառ ցուցահանդեսում մի դեպք կարելի էր հանդիպել ոչ թուրքական ապրանքին վերտառությամբ գրությանը, փակցված տաղավարների ամենատեսանելի հատվածում։ Սիրիահայ մեր հայրենակիցները ասում են, որ սկզբունքի կողմնակիցն են եղել դեռ Սիրիայում, երբ չէր սկսվել պատերազմը, իսկ այժմ առավել եւս։ Լուսինե Մկրտչյան, Արմեն Անդրեսյան, Առաջին ալիք։